դուք ցեղասպան ազգի ներկայացուցիչներ եք, Ադրբեջանում այս հարցին դրական են պատասխանում։ Մի հատ տեսեք, թե ինչ հայտարարություններ է արել վերջին օրերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի օմբուդսմենը, մի զարմացեք, այնտեղ այդպիսի ֆիկտիվ կառույց էլ կա։ Իրենք հայտարարում են, որ իրենք մոռացության չեն մատնի 1918 թվականին հայերի կողմից իրենց դեմ կատարվածը։ Մեզ մեղադրում են նրանում, թե իբր 18 թվականին մենք ադրբեջանցիների դեմ ցեղասպանություն ենք իրականացրել։ Իհարկե աջակցություն եկավ նաև Թուրքիայից։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է հայտարարություն տարածում եւ իրենք ասում են, որ թույլ չեն տա, որ մոռացության մատնվի այն, թե ինչ են արել հայերը ընդդեմ ադրբեջանցիների նախորդ դարաշրջանին։ Ու սա այն իրավիճակում է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարության շենքում ասում էր՝ եկեք ցեղասպանությունների մրցավազքի մեջ չմտնենք, քավլիցի չմտնենք, բայց ադրբեջանցիները, թուրքերը, իրենք այսպիսի տրամաբանություն ունեն։ Դու կարող ես մոռանաս, որ դու հայ ես, բայց իրենք չեն մոռանում, որ դու հայ ես, իրենք չեն ներում քեզ այն նրա համար, որ դու հայ ես, բայց այստեղ տրամաբանական հարց առաջանում։ Եվ ինչ են իրենք ուզում, իրենց նպատակը որն է։ Առնվազն կարող է տպավորություն ստեղծել, որ իրենք ստեղծում են ճակերտավոր բարոյական, գաղափարական, քաղաքական հիմքեր Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ առաջ քաշելու պահանջներ, որոնք ի հայտ են գալու հունիսի 8-ին, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանավորել Հայաստանում։ Ինչ պահանջների մասին է խոսքը։ Ախր դա էլ չեն թաքցում։ Խոսքը վերաբերվում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելու, բայց սկզբնական փուլում ադրբեջանցիների տեղափոխելու Հայաստանի Հանրապետություն։ Իդեպ այս թեմայի շրջանակներում մի կարևոր նշում անենք, անկերներ վերջերս հրապարակվեց հետաքրքիր մի զեկույց այն մասին, թե Հայաստանում քանի դպրոց է փակվել, որ շրջաններում են այդ դպրոցները փակվել, հիմնականում իրենք փակվել են սահմանամերձ շրջաններում, որտեղ օրինակ կարող են ադրբեջանցիներ տեղափոխվել։ Մի հատ այս ամեն ինչին նաև գումարեկան, որ իրենք մեր Տիգրանաշենն են ուզում, մեր այլ տարածքներն են ուզում, որոնք իրենք անվանում են անկլավներ, ջերմուկի հարակից տարածքներից դուրս չեն գալիս, եւ puzzle-ը, այսպես ասած, կհավաքվի։ Իրենք ստեղծում են պահանջների փաթեթ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ստեղծում են մեխանիզմներ այդ պահանջները կյանքի կոչելու համար։ Այդ իսկ պատճառով շատ անկեղծ քաղաքացիները պետք է հասկանան, գիտակցեն, որ հունիսի 7-ին իրենք ընտրություն են կատարելու Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։